մի տեսակ գիտեք ինչ որ դասվարը տեսնում անենց հասում երեխու մի քիչ հետևեք, ոնց որ ասեք Գոգյանի չի սազում, որ իր երեխան սենց հդի, բայց դե մենք գիտենք, որ երկարաժամկետում դա ճիշտ է լինելու։ Գիտեք ինչ, սենց խնդիր կա, կրթությունը ինքը իր արդյունքը պիտի դու երկարաժամկետում գնահատես։ Եթե դու ամեն օրով ուզում ես մաքսիմալ արդյունքի հասնես, երկարաժամկետում կորցնում ես։ Ու դա հենց իմ դոկտորական ալտերնախոսության թեման է, ագահ ալգորիթմները, որ ամեն քայլի լավագույնը վերցնելով վերջում ամենավատն է ստացվում, էլի, այդ իրավիճակների մասին է, դա համար կրթությանը պիտի երկար նայես ու պիտի հավատաս ինչ որ անում ես։ Այսինքն եթե դու վստահ օրինակ գոյություն ունի, բան, չէ՞ Մխիթար Սևաստացու կրթահամալիր, որին հարակրթական դպրոցի ուսուցիչները շատ վերապահումով են վերաբերվում։ Ճիշտ են ասում, այնտեղ սովորող երեխաները շատ հարցերում տուժում են, բայց ես կարող եմ ասել, որ իմ ընկերների երեխաները, որոնք այդ դպրոց հարժեն, իրանք ավելի ուժեղ կամքի ուժ ունեն ու ավելի մեծ նպատակասություն ունեն, քան թե շատ այլ մարդիկ, երեխաները, դա մոտեցում է։ Այսինքն իրանք ասում են, ես մարդ եմ ստեղծում, ոչինչ որ կրճատ բազմապատկման բանաձևեր չգիտեմ, իմ համար դա հաճա որպես մաթեմատիկոս, որ չեն իմանում, էլի, բայց իրականությունն է դա, որ տենց է լինում։ Իմ դասընկերոջ տղան այդ դպրոց 9-րդ դասան այս տարի ավարտեց, ընդունվեց պոլիտեխնիկի ավագ դպրոց, ցուցակում առաջին տեղով, ընդ որում ոնց ա եղել, ինքը 8-րդ դասանի վերջում որոշել է գնալ Ճապոնիա մաթեմատիկա սովորելու։ Դրա համար մաթեմատիկա ու ճապոներեն է սկսել սովորել։ Հիմա կարող այդ չեմ կարող պնդել, բայց միգուցե 7-8 տարվա դպրոցում ուղղակի սիրված լինելու արդյունքն է եղել, որ ինքը 9-րդ դասարանում նստելա սկսելա սովորել։ Որտեղ բացի այդ օլիմպիականներից, որ միջազգային օլիմպիադա գնուշ ամեն, ես չեմ տեսել միջին կամ միջինից բարձր, մի քիչ բարձր ունակության երեխա, որ նպատակ դնի ու հստակ դրա վրա սկսի աշխատել։ Հիմա ես ուզում եմ իմ երեխեքը նպատակ կարողանան դնել ու դրան գնալ։ Իսկ թե դպրոցը դրանք օգնի կխանգարի, չեմ կարող ասել, էլի դրանց այդ հարցերի հետ կապված պետք է լուրջ հետազոտություններ անել, որ պատասխաններ ստանալ, բայց իմ հավատը դա է։